Te vıtangavora, te kalanavora kıtan Nikolin nevet. Ovar Karabağamar asturma kul paykaruma azgi tamacana. Naragirovleri açki tuşna. Vortemet lrakva mijostlere sah Nikoli anay togerov. Endimatik parkavaornerov. Sarpazanel hetlere miyasen. Օրինակայացնել Նիկոլի բոլոր քայլերը, գործողությունները։ 7 տարվա մեջ օրինականացրել են Նիկոլի բոլոր հակահայկական օրենքները, հակազգային օրենքները։ Շուտով Հայաստանում Նիկոլի գլխավորությամբ իսլամիզմ եք սովորելու դպրոցում։ Այս զինվորականի համազգեստից վախենում են թուրքերը, մեկ էլ թուրքամետ լրագրողները, որ 5 տարի է, 7 տարի է մենակ վիրավորված մեկը չմոտիկացավ ասել, այ հիմար չես վերգեստի հացանուլար է։ Իմ ասածներից ներեմ, հաճատ պատասխան կտամ բոլոր հարցերին։ Ես ավելի շատ բան գիտեմ ինչ է կատարվել 88-ից մինչև այսօր։ Ով գործակալն է, Լևոն Տեր-Պետրոսյանից բռնած մինչև թուրքամետ ՔՊ-ական, Քեմալական պետության ղեկավար թուրքամետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Գերը արկելված է, ասմա որ Ղարաբաղը համար շատ բան գիտիք, շպտի խողեցեք, բռնեք։ Դու արի մոտ։ Դու գիտեմ որ դու ես, գտի արկելված ատեք։ Ղարաբաղցի գրից բախելու են, ասմեն դու ես բան։ Ղարաբաղ պաշտպանով։ Sarpazan'ı kendilerine hele, Nikol'i kendilerine hele, Endimatik patlamavonu, sağır Nikol'i korcakaderi. Ve sağları atmalı göstere, anayı toğupçina sağırmam, hayazki kaponlara gevurları. Ay sana gönari var, hay şoğurdu soğudu atma çıkartı var. Sana Luis Dorkin'le ben korsa uçurek katarım. İmasatları takip sus kadar kapatsın sarıca. Որտեղ 5 տարվա մեջ մեկը չմոտիկացավ ասել, հեյվան այդ մետաները քեզ որդի փողոց ես հավաքել, թե ստացել ես, վիրավորվել ես, թե չես վիրավորվել։ Ես հրամանատար տղա եմ եղել, ոչ Վազգես Սարգսյանից պակաս տղա եմ եղել, ոչ Մավելից, ոչ Կամանդոսից, ոչ էլ ընդդիմադիր Սեյրան Օհանյանի, որ վախենում է, իրան կզցնում են, կոռուպցիաներ են ասում, ինքը վախենում ասի, որ Նիկոլ, բանակչանն աս մեկոնյան գագոն կողքետ նստացա։ Վախենում ասեն հանի, որտեղ սաղ իրար հետ են։ Մոտիկացել եմ, առաջարկել եմ, խոսա, Սեյրան Օհանյան, ես քո տեղը պետք է գամ քեզ պաշտպանեմ։ Ես էլ ասում էի, հայրենիք պաշտպանող տղա ես։ Դու իրավունքները քեզ կարում պաշտպանես։ Ես էլ գովում էի կադրավոյ ափիքերը Սաղվանստան ես անցել, բայց երեկել ես Նիկոլի դեմը մեյմունություն եք խաղում։ Հայեր ուշքի արեք, Նիկոլը Հայաստանը Արցախի նման դատարկելու է, դարձնելու է Արևմտյան Ադրբեջան, Նոդը Փաշինյան մայրաքաղաքնել Էրիվան։ Համասեռամոլ ՔՊ-ական պատգամավորները կանգնում առանց ամաչելու, իջևանցի շեշ Աննասոն, Վահագն Ալեքսանյան, տղա ես Զարյապացի, ասում էր հազարակ օրինակ ունեմ, հայ զինվորը դիրքը $200 ծախել է Ադրբեջանցում։ Դու այ համասեռամոլ, դու դիր չգիտես ինչ բան է, դու Ալիևի առաջ Նիկոլ հետ կզել եք,
դուք եք կզել քպայականներով, հայզինվորը կզացրել է, իրեք պատերազմ, անցել եմ առաջինն ու երկրորդին վիրավորվել են, կամավոր եմ գնացել, մենք կզացրած ենք պայդ, դուք եք կզել, դուք եք հայզինվորի թևերը կապել, արգելել եք հայկական զինտեխնիկան 20 թվին պաշտպանի Արցախը, հայկական բանակը ում հրամանով հանեցիք Արցախից, Արցախահայությանը թողեցիք առանց զորքի ընդդեմ շուն թուրքերի, հետո էստի լկյաբար ասում եք Ղարաբաղցին չի կռվել, չէ, համասեռամոլ քպայական նիկոլական էր, դուք եք կռվել, թե Աննա Եվրեյկայի Էրրատո ջոկատը, το ջոկատը անունը հերիկա Էրրատոյ համասեռամոլներ, Էրրատո ջոկատներ թարգում Ղարաբաղը, Աննա Ակոբյան, սաղ քո ձերքով է, դու ես ղեկավարում Նիկոլին, Հայաստանը դարձրել ես մայր իշխանություն, սև գա են ազգի վրա, որի գերագույն գլխավոր հրամանը բանակ չի ծառայել ու համասեռամոլ քպայականն է, թուրքը կրակում է Սուրենուի պապիկյան ասում ես չի կրակում, վախենում ես Ալիևը կզթնի, խոսած եք, հայզինվորը կզթրել է, ծախել եք թիկունքից դուք թիկունքից խփել եք մեր շատ հերոս տղաների 20 թվի, ձեր ծախված թուրքական փողերով դուք եք թիկունքից խփել լիքը փաստեր կա, ապացույցներ կա, որ ծախված սպաներով հայզինվորին մեքենաների մեջ գնդակարել եք տվել եք Ադրբեջան, այդ թուրքը ով եղավ, որ մի շաբաթվա մեջ մտավ ու Շուշի գրավեց, հարսանիք լեռներում օպերացիան, Սեյրան Օհանյան, կամանդոս եք մոռացել ես, դեր կանգնի քո հարսանիք լեռներում Շուշեի օպերացիան, բայց քիչ ես խոսում, որտեղ իշխանությունը սորոսական, հրեական հատուկ ծառայության գործակալներ, սև գայս ազգի գլխին, որ Հայաստանում իրավունքները պաշտպանում Դանիել Իոնեսյան, հրեական սորոսականը, գեներալը կանգնած ազգային ժողով, ոսկանջան գեներալը կանգնած է, որ հարցազրույց տա պատասխանի, համասեռամոլ նախագահան ազգային ժողովի ասում է սպասի Դանիել Իոնեսյանն է եկել, շտապում է, գնում էր Սորոսին աշոտ տալու, ոստիկանապետ ամոթ չես, գեներալ մայոր տղամարդիկ պատերազմացած գեներալները գնում եք նած 30 տարեկան էներգին գործերի նախարարույ ամոթա չես տեք տալի, հասկանամ հարգում եմ հայոց մայրերին, իրաց մասին լավ ոտանավորներ ունեմ գրած, հայոց մայրերը իրավունք ունեն կրթության նախարար, առողջապահության նախարար աշխատեն, ամբողջ հանրապետության դպրոցների տնօրեններ, հիվանդանոցների, բայց ոչ ուժային կառույցների, գեներալ մայոր, գնում ես կնոջը դալաշի, տես անում, դատախազությունը կանաց ձեռն ես տվի Աննա Ակոբյան, որտեղ Նիկոլը չի նշանակում, հրեական մայր իշխանությունն է Հայաստանում հաստատել Աննա Ակոբյան Եվրեյկան, աղանդավորական հայ եկեղեցուց կտրված, հայկական արմատները կապ չունեցող, դու հայկական եկեղեցի գնում ես Աննա Ակոբյան, մի օր ցույց տուր էլի, որ կաթողիկոսի կողքը կանգնած մոմ ես վառել, դու երևի խաչ հանել ես չգիտես, երևի ստեղից սենց ես անում խաչ հանել ես, դու լավ նամազ անել գիտես, լավ բուդայական աղանդավորական օրերի տոնական գիտես, անվտանգության արտաքին հետախուզության ծառայության պետը կին, տարանավայրերի վարչության պետը կին, ամոթա, դու գողական աշխարհի տղաներին էլ եք ձեռայնում այ համասեռամոլ քպայականներ, այդ բունտը որ եղել է դու ջարդ այդ դրա համար է եղել, որ տղամարդիկ հասկացել եմ չի կարելի կնոջը բերել, գողական աշխարհի տղերքի վրա նստեցնել վզների։
ամոթա գնանք կնոջ հետ հարցուցել։ Տղամարդություն չի արդեն։ Այ բունտը դրա համար եղել, տեսին ջարդին, հասկացալին, այդ դրա համար եղել։ Ուրիշ պատճառ չկար։ Այդ թեմաներ են գցում։ Մեկ է ուզեցել է գող կանգնի, էս մեծ նոր որոշեց։ Նայեք ուժային կառույցները ամենակարևոր սորոսական կանայք են։ Հայկական եկեղեցու կապ չունեցել, գնացեք հետաքրքիր։ Քրիստոնեությունից կիլոմետրով հեռու։ Բոլորը այլադավան աղանդավորական կազման, քպայականները բոլորը այլադավան աղանդավորականներ են։ Նորից եմ կրկնում, այ համասեռամոլ Վահագնուհի Ալեքսանյան Իջևանցի աննացոն։ Դու ազգային ժողովում հայտարարիր լրագրողների ներկայությամբ, որ հազարավոր օրինակներ կա, որ հայ զինվորը իր դիրքը $200 ծախել է։ Ես այն դատախազ քպեական Նիկոլի գործակալ, դա դատական գործ է, քրեական գործ է, ես հայտարարում եմ պաշտոնապես իր ասած բառերը։ Վերցանեք, նայեք իր հայտարարությունը, իմ ասած եմ սուտ բան չկա, թող բերի, որ հայ զինվորը հազարական օրինակ ունի Վահագնուհի Ալեքսանյանը, որ հայ զինվորը դիրքը ծախել է $200։ Դա քրեական հանցագործություն է, դա պետության դեմ դավաճանություն է, բայց դատախազ խիչ ես մտնում, խիչ ես գնում ասես Վահագնուհի Ալեքսանյան, ուր այդ փաստերը, որտեղ Նիկոլը թույլ չի տալիս։ Հայ ժողովուրդ լավ հիշեք, Աննա Հակոբյանի սրբագույն խոսքերը, երբ որ Ադրբեջանամետ Նիկոլը եկավ իշխանության, նորից եմ ասել ու կրկնում եմ, Մոսկվայում լեկտիաբար հայտարարեց թուրքամետ մի արտահայտություն, ադրբեջանցի 18 տարեկան զինվորը մեղքի, որ մենք նրա վրա կրակում ենք։ Երկու օր է թեման հարցազրույցով խեղդեցին թագին, որտեղ ձեր չտվեց այդ արտահայտությունը, որտեղ դա թուրքամետ հայտարարություն է։ Հա, եթե ինքը ասեր ադրբեջանցի ժողովուրդը մեղքի, որ սպանում ենք, հասկանանք ճանապարհտակ մեծերին, երեխաներին գնան փրկվեն։ 18 տարեկան զինվորը ո՞րն է, որ մեղ կա։ Չէ՞ որ այդ զինվորը եկել է հայ մայրերին մորթելու, հայոց տարածքները գրավելու, հայ զինվորին սպանելու։ Բա Մերիբան Ալիևան Այանն է Հակոբյան, խիչ էր ասում։ Հայ 18 տարեկան զինվորը մեղքի, որ մենք նրան կրակում ենք։ 2 ամիս, 3 ամիս անց եկավ գնաց առաջնագիծ, կրկնեց նույն լեկտի հայտարարությունը, նույն լեկտի բառերով, զարդեր էր սարքել։ Դա պատմական փաստ է, ես չեմ մնալու։ Գնացել է առաջնագիծ սահմանի բերանին կանգնել է, Ալիևի թիմներ նկարում է, թե մալադես մեր գործակալանը, նայեք ինչ մեր համար գործ է կատարում։ Նորից հայտարարեց, ադրբեջանցի 18 տարեկան զինվորը մեղքի, որ կրակում ենք, զինվորներ նայեք փամփուշտներից զարդ են պատրաստել, այս զարդերը նայեք կախել են դոշից, Աննա Հակոբյան ճակատից կախել 5000 երեխու գլուխ չուտեիր, 5000 երեխու դու ես սպանել տվել, դու Ալիևի Իսրայելի հատուկ ծառայության գործակալ ես, արմատներով հրեա ես դու հայկականության հետ կապ չունեցող անձ ես, դու նույնիսկ օրինական զարդավորված ես Նիկոլ Փաշինյանի հետ, դու իրավունք չունես պաշտոնական արարողություններին մասնակցելու, որպես պետության տեսել եք Սերժ Սարգսյանը գնար Ռիտա Սարգսյանին տաներ ամեն տեղ, Համ Ռոբերտ Քոչարյանը գնար պաշտոնական հանդիպումներին, ճաշկերուկներին տաներ, չի եղել այդպես բան, նույնը Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Նիկոլ Փաշինյան քպեական, քաղաքացիական պայմանագիր չէ, դու քանդել պետություն եք, նաև թեմալական պետությունն է ձեր կուսակցությունը, ՔՊ-ն դա թեմալական պետությունն է կոչվում, թուրքամետ Նիկոլի քպեականների գլխավորությամբ։ Աննա Հակոբյանը որոշում, Ամերիկայում Նիկոլը որ սեղանի տակ Ալիևի ոտերի տակ մանգա, Էրդողանի կողքը, նայեք, ես տղամարդ տղա եմ, Արցախի դրոշակն է սրտից կպցրած ման եմ գալի,
Իսկ Նիկոլ Փաշինյանը Էրդողանին նկարը կպցնում էր դոշին, այսպես կերկել էր Էրդողանի նկարը, Ամերիկայում Թուրքիայի տանը Էրդողանի մոտը բերանը կես մետր բաց է հրհրում էր, որտեղ իրա կրյոստի պապան է Էրդողանը։ Իմ կես դոշին իմ ձերքին միշտ նժդենա, մեր հոգու մեջ, մեր ֆիդայիների մեջ, մեր զինվորի մեջ միշտ արդունա, մերցրել ես նժդեի ոգին դու վիզ ես դրեք ու գալուց, հիշում ես քո բարերը նժդեին հանեք կրկերին, դրոյին, ֆիդայիների մասին բան չգերեք դպրոցներում փագեք նրանց նկարները, ծեփեք պատեպան, նրանք տղամարդ տղա ես, ծեփեին թուրքերին պատեպան, Գերելակիցի չար հայտարարի ժողովուրդ Նիկո Ալիևետ ուղիղ կապ ունեն, ես էր ուղիղ կապը, որ մի քանի տարվա մեջ ամբողջ Արցախը դատարկի, հազարամյակների ընթացքում ոչ մի գերտերության չի հաջողվել Արցախը ծնկի բերել ու նույնիսկ հայաթափել, մենակ թուրք Նիկոլ քո ձեռքով, Էրդողանի Ալիևի տված փողերով Արցախայությանը ենթարկեցիր ցեղասպանության, Արցախայության ցեղասպանության համար մեկ մեղավոր է Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան և ՔՊ-ականներ, Քեմալական պետության ՔՊ-ականներ, դուք եք պատասխան եք տալու, մի երկու րոպե, եթե կարելի է, կարևոր բաներ ունեմ ասելու։ Դուք պատմության մեջ մտաք, հազարամյակների ընթացքում միակ մարդը, որ Արցախը դատարկի թողիկ առանց հայերի ու տվեցիք թուրքերին նավեր։ Նույն կրկնօրինակը քո կրյոստի պապա Էրդողանին, որ համասեռամոլներ հույսերը դրել եք Եվրոպայի վրա, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ամերիկացիան Միացյալ Նահանգների ղեկավարությամբ Թուրքիան իրագործում հայաթափումը Հայաստանում է սա։ Էրդողանին հայտարարեց տղամարդ ես դու Էրդողան, որ Սիրիա ես նվաճել 2000 տարվա մեջ ոչ մեկի չեր հաջողվել։ Այսինքն համասեռամոլ Նիկոլ, դու էլ համասեռամոլ ես, որ Ղարաբաղը դատարկի թողին առանց հայերի։ Մեր ազգի պանցալի Զավակ Նժդեն լավ խոսքեր ունի։ 7 տարի իշխանության եք, քանդել եք կրթական համակարգը, մանկապարտեզից մինչև ինստիտուտ ու համալսարան։ Զոմբիացրել եք ժողովրդին քո ձեր գործական դոկով, դոկ, Գեմիրելի Օսմանյան կուսակցություն ես կոչվում դու։ Արի ստեղ խոսա, չես պաղկվել Ամերիկաներում հաթաթա տալիս, Քոչարյանի ժամանակ պաշտոն ես ունեցել, չես գողցել, չես գրպել տարենալուկ տվեք, տար Սերժ Սարգսյանի նորից են կրկնում, չես գրպել հասարակ ժողովրդի տարե տվե որ պաշտոնը դու պագոնը ուսադիների վրա նոր աստաղավելանա, տղա ես տեղեց ամոթա 500 բարից 490 գործիք ես ասում, այդ գործիքը բերնից էդ մի հանի, բայ քեզ ու կնգատ ճակատի, Անդրանիկ Տոնոյան իշխանի, 3 պատերազմանցած կամավոր կզը թրել եմ ադրբեջանցիքին ու պատրաստ եմ նորից, կզը թրած պայելու հետ եք բերելու, դու աջակցում ես Նիկոլի ու Աննայի փողերով թուրքամետ ծրագրի, տղա ես արի ստեղ խոսա, Քիչ ես գալիս դե, վախենում ես, բարի ստեղ խոսա, հերվից ձենը քաղցրա, Պանցալի հերոսի բարվերը ոչնչացման է ենթակա այն ազգը, ով որ չունի կայուն և ամուր կրթական համակարգ, 7 տարիա քար ու քանդ է սարել։ Ամիսը մեկ նոր օրենք ես մտցնում դպրոցում։ Դու արդեն պլանավորված իսլամիզմ ես մտնելու հայկական դասաժամերի մեջ, որ Հայաստանում հայերը նամազան են, քո նման կզեն, նամազանելու թուրքերը կզում են։ Դու սովոր ես կզելու, առարկան խի անիր հայ եկեղեցի պատմության առարկան, մանկավարժներ, ձեն անեք, դպրոցի տնօրեններ, պատմաբաններ, ուր եք, վախենում եք խոսակ, թե Նիկոլի փողերից կկներվեք, հոնարարներ չեք ստանա։ Հասկանում եք ինչա նշանակում,
հայկական դպրոցից հանել հայ եկեղեցու պատմության առարկան։ Այսինքն 26 թվի սեպտեմբերի 1-ից հայկական դպրոցներում մտցնել են նոր առարկա Նիկոլի եւ Աննայի հրամանով իսլամիզմի պատմությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պատրաստեք նամազ անել հայեր, որտեղ Նիկոլն ու Աննան դա են։